Ուզում եք առաջինը դիտել մեր բոլոր թողարկումները, կիսաբաց լուսամուտները YouTube-ում միացեք մեր ալիքին սեղմելով այստեղ։ Թվացյալ երջանկությունից իրականություն տանող ճանապարհին մենք կրկին հանդիպել ենք կիսաբաց լուսամուտներից ներս։ Բարև ձեզ, դուք միացել եք Երկրի թիվ 1 թոք-շոուին։ Այսօր եւս, ինչպես եւ ամեն ամիս, մենք ամփոփում ենք կատարած աշխատանքի արդյունքները։ Ամփոփում համար 8։ Շնորհավոր սեպտեմբերի 21։ Այսօր Հայաստանը նշում է անկախության 25-րդ տարեդարձը։ Անկախության հռչակման օրվանից մեր պետությունն անցել է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների միջով, բայց դրան զուգահեռ եղել են նաև կարևոր ձեռքբերումներ, եւ անկախ ամեն ինչից մենք դեռ շատ անելիք ունենք։ Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգների Brandview սրահում տեղի ունեցավ Family Rescue Fund-ի բարեգործական հերթական ընթրիքը։ Այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ հիմնադրամն իր շուրջն է հավաքում մեր հայրենակիցներին, ովքեր Հայաստանի կողքին են, օժանդակելով թե նյութապես եւ թե բարոյապես։ Միացյալ Նահանգների Brandview սրահում արդեն ավանդական են դարձել Family Rescue Fund-ի բարեգործական հավաքները։ Այս տարի արդեն երկրորդ անգամ Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցները հարյուրավոր կիլոմետրեր են անցել, որպեսզի իրենց լուման ներդնեն կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված կարիքավոր ընտանիքների աջակցման հարցում։ Բարեգործական ընթրիքի նպատակն է դրամական միջոցներ հայթայթել ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին օգնելու համար։ Շատ հաճելի ևս մեկ անգամ ձեզ ողջունել Family Rescue Fund-ի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կիսաբաց լուսամուտներ հիմնադրամի Հայաստանում համատեղ երեկոյին։ Այստեղ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը մեծ սիրով արձագանքել էր մեր հրավերին ու իրենց ներկայությամբ ապացուցել իրենց իսկ սրտացավությունը։ Ահա մեր ու ձեր հավաքած գումարի արդյունքը, բոլորի ուշադրությունը խնդրում եմ դեպի էկրան։ Երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև հաշվետու տեսանյութ այն մասին, թե Family Rescue Fund-ի նախորդ ճաշի ընթացքում հանգանակված գումարով ինչպիսի բարեգործական նախաձեռնություններ են իրագործվել։ Family Rescue Fund-ի գործունեությունը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլինեին բարեսիրտ մարդիկ, ովքեր աջակցում են մեզ։ Հավաքված հյուրերը նշում էին, որ իրենց ներկայությամբ ուզում են աջակցել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Նրանք նշում էին, որ կարիքավորներին օգնելը իրենց հոգու պարտքն է։ Մասնակիցները կիսում էին մեր կարծիքը, որ ցանկացած օգնություն տեղին է անկախ իր ծավալներից։ Երեկոյի երիտասարդ մասնակիցը Լևոնը իր կողմից խնամքով հավաքված գումարը նվիրաբերեց Family Rescue Fund-ին։ Իր առաջին նվիրատվության համար Լևոնին հանձնվեց բարեգործական հավաքի խորհրդանիշ բանալին։ Անչափ շնորհակալ եմ Լևոնի ընտանիքին, որ այսպիսի տղա են կարողացել դասերակել Միացյալ Նահանգներում։ Շատ պատմություններ եմ լսել, բայց Լևոն ջան, բրավո, թույլ տուր ծեղմեմ ձեռքդ, ես հուսով եմ, որ այն ինչի համար դու դա տվել ես ընդունելի կլինի եւ քո ցանկությունները կկատարեն։ Միջոցառմանը ներկա մեր հայրենակիցները խոստացան, որ այս տարի եւս կհոգան սոցիալապես անապահով ընտանիքների սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական ծախսերը, իսկ այդ դրամական միջոցները հայթայթելու համար նման հավաքները շատ կարեւոր են։ Երեկոն չէր կայանա, եթե չլինեին մեր հովանավորներն ու գործընկերները։ Միջոցառման գլխավոր հովանավորը Լոս Անջելեսում գործող La Papillon by Nas հուշանվերների խանութ սրահն է։ Երեկոյի հովանավորներն էին AMA Hospice-ը, Wells Fargo բանկը, United Health Career College-ը։ Երեկոյի աջակիցներն էին Համո Մովսիսյանը, BV փաստաբանական գրասենյակը, Right Choice Home Health-ը, Մայքլ Արամը, Դոկտոր Բենո Ներսիսյանը, Բորիս Բաղդասարյանը, Նուբար Բոգոսյանը, Ֆրեդերիկ Բոգոսյանն ու Panorama Hospice-ը։ Սրահը ձևավորել էր TikTok Couture Flowers դիզայներական ընկերությունը, որը տնօրեն Էդի Զառացյանի գլխավորությամբ արդեն 20 տարի է ինչ գործում է Լոս Անջելեսում։
Գյումրու աղետալի երկրաշարժից անցել է 27 տարի, սակայն հազարավոր ընտանիքներ դեռ շարունակում են ապրել տնակային ավաններում։ Անտառավան թաղամասի վաղուց շարքից դուրս եկած ոչ պիտանի վագոն տնակում անմխիթար պայմաններում 4 երեխաների հետ ապրում էր Աբրահամյանների ընտանիքը։ Գյումրին առանց տնակային ավանների ծրագրին միացավ նաև Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund-ը։ Այսօր Աբրահամյան ընտանիքը հյուրընկալել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանին։ Նրան միացել էր նաև կիսաբաց լուսամուտների թիմը։ Գյումրու խոնավ ու կիսաքանդ տնակներում առնետների հետ կենցաղ կիսող շատ ընտանիքներ կարծես վաղուց դադարել են երազել կահավորված ու հարմարավետ բնակարաններ ունենալու մասին։ Սակայն երբեմն հանդիպում են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այդ սարսափելի պայմաններում բնակվող մարդկանց մոտ հույս եւ հավատ արթնացնելու համար։ Նրանցից մեկը ամերիկաբնակ Օվակիմյանների ընտանիքն է։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ կիսաբաց լուսամուտների թվով 3-րդ բարեգործական երեկոն։ Երեկոյի ընթացքում Օվակիմյանների ընտանիքը խոստացավ, որ կօգնի հայրենիքում ապրող անապահով ընտանիքներին։ Իսկ խոստումը չուշացավ։ Նրանց նվիրաբերած միջոցներով մուշ 2 թաղամասում ձեռք բերվեց 2 սենյականոց նոր ու հարմարավետ բնակարան իր բոլոր հարմարություններով։ Տրամադրված գումարով կահավորվեցին նաև սենյակներն ու խոհանոցը ժամանակակից կահույքով։ Աբրահամյանների ընտանիքը շատ երկար էր սպասել այս օրվան։ Էս ձեր տունն է։ Էս ձեր տունն է, սեփականությունն է։ Մերսի, շատ շնորհակալություն։ Էս ձեր նվերն է։ Շատ շնորհակալություն։ Եկեք շնորհավորելու ձեր տան համար։ Այսօր արդեն իրենց 4 երեխաների հետ նրանք ապրում են նոր եւ լուսավոր տան մեջ։ Օրերս Family Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը մեր ընկերակցությամբ անակնկալ այց կատարեց Գյումրիում ապրող Աբրահամյանների ընտանիքին։ Բարև ձեզ։ Ջերմ ու անմիջական զրույցի ժամանակ տիկին Կարինեն նշեց. ինքը հույս ուներ, որ մի օր իր երեխաներն ապրելու են մաքուր ու գեղեցիկ նոր ու լուսավոր բնակարանում։ Ամբողջ կամավորումը իրենք են արել։ Փոփոխություն չունեմ։ Տեղեկացնենք նաև, որ բոլոր բնակարաններին ու տներին, որոնք կառուցվել կամ նորոգվել են Family Rescue Fund-ի եւ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հագցված կլինեն հատուկ ցուցանակներ։ Այս տունը գնվել է կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի եւ Family Rescue Fund-ի աջակցությամբ բարերարի անունն է նշված, ով Սիրանուշ Օվակիմյանն է, եւս մեկ անգամ եկեք շնորհակալություն հայտնենք եւ ջեր ողջույնները ուղարկենք այնտեղ։ Հրաժեշտ տալով տիկին Կարինեին խոստացանք, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա։ Երևան City սուպերմարկետների ցանցը տարվա բոլոր ամիսներին կիսաբաց լուսամուտներին դիմաց ընտանիքների կողքին է։ Այս անգամ նույնպես մեր հավատարիմ գործընկերը շարունակել է օգնության ձեռք մեկնել բազմազավակ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին։ Արդեն 3 տարի է, ինչ Աննա Սարգսյանն իր 3 երեխաների հետ Գյումրիից տեղափոխվել է Երևան եւ ապրում է Վարչով։ Նա որոշել է աշխատանք գտնել ու իր երեխաների հետ հանգիստ ապրել։ Օրեր են եղել երեխաները քաղցած են անկողին մտել։ Այդ պատճառով մայրը 2 աղջիկներին՝ Հերիքնազին եւ Մարիամին տարել է գիշերօթիկ, քանի որ գումար չի ունեցել երեխաներին կերակրելու համար։ Աննա Սարգսյանի վիճակը մի փոքր մեղմելու եւ երեխաներին ուրախություն պարգևելու համար հաղորդման փորձագետ Երևան City սուպերմարկետների ցանցի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Էդգար Այվազյանի հետ այցելեցինք Աննային ու նրա երեխաներին։ Երևան City-ն ուրեմն սոցիալապես անապահով ընտանիքների կողքին է եւ այս անգամ էլ դուք եք այդ ընտանիքներից մեկը, որ Երևան City-ն տրամադրում է ուրեմն օգնություն սնունդի տեսքով եւ տարբեր ուրեմն պարագաների տեսքով։ Ձեզ մաղթում ենք մոտ ապագայում, որ ձեր այդ խնդիրները լուծվեն եւ փուճուրները հնարավորինս անհոգ մեծանան։ Շատ
Շնորհակալ եմ Երևան City սուպերմարկետի ցանցերին։ Աննան այնքան էր հուզվել, որ շնորհակալական խոսքերը չէին դադարում։ Նրա խոսքերով երեխաները երբեք այդքան նվերներ չեն ստացել, նույնիսկ տոներին։ Շատ շնորհակալ ենք ձեզ եւ Երևան City-ին, որ մեր կողքին եք։ Հիմա այս պահին ես կարիքը իրոք շատ ունեի եւ խոսքեր չունեմ։ Խոսքերն ավելորդ է, շատ շնորհակալ եմ, շատ, անչափ։ Կիսաբաց լուսամուտները եւս դատարկաձեռն չէր գնացել։ Երեխաների համար շատ նվերներ էինք տարել, հագուստ, կոշիկներ եւ այլ անհրաժեշտ իրեր։ Երեխաներն ուրախ բացում էին նվերները, նայում էին ու ժպտում։ Հաղորդման ժամանակ Նորիկն իրեն պահում էր հասուն տղամարդու նման ու այս անգամ էլ մի քանի խոսք մեզ ու ձեզ ասաց։ Շնորհակալ եմ եւ կիսաբաց լուսամուտներից եւ հրաժարած մուլատին։ Վայ։ Հրաժեշտ տալով Աննային ու նրա երեխաներին մենք շարունակեցինք ճանապարհը։ Կկարոտեմ ձեզ։ Ուզում եք տեսնել այն ամենը, ինչ դուրս է մնացել հեռուստատեսային ցուցադրումից, միացեք մեր YouTube-ի պաշտոնական ալիքին։ Սեղմեք հենց այստեղ։ Լուսինե Մամյանը պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել աղջկան հանապազորյա հացով ապահովելու համար։ Սոված ու անքուն գիշերները մայր ու աղջիկ լուսացնում էին հույսով, որ վաղն ավելի լավ է լինելու։ Լուսինեն ու Մալենան մեր այցին ու մեր նվերներին չէին սպասում։ Այն չինչին գումարները, որ ես վաստակում եմ ու տալիս ուտելիքի, բավականին ժամանակ կհերիքի մեկ այլ կարիքներ օգալու համար։ 12-ամյա Մալենայի ուրախությունը աննկարագրելի էր։ Նա մանկական հետաքրքրասիրությամբ քանդում էր նվերները։ Շնորհակալություն կիսաբաց լուսամուտներին, որ մեզ աջակցեցին եւ օգնեցին։ Մալենան շատ է սիրում գրքեր կարդալ։ Երազում է երգչուհի դառնալու մասին։ Շատ է ցանկանում սովորել Ջիվանու անվան աշխուղական դպրոցում։ Հրաշք մի ծառ կա հայկական, ես եմ ակրել խոպան ու քարսարի ջուր եմ բերել զուլալ։ Սակայն կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնվելուց հետո եւս մեկ ցանկություն ունի։ Կիսաբաց լուսամուտների այցից հետո իմ ուժ արտնացա, որպես ես դառնամ լրագրող։ Չունենալով սեփական տանիք, Անուշ Ամիրյանն իր երկու երեխաների հետ կացարանից կացարան է տեղափոխվում։ 24-ամյա կինը այսօր սեփական ջանքերով փորձում է պայքարել երեխաների վաղվա լավ օրվա համար։ Օրեր են եղել, երբ հանապազորյա հացի խնդիրը Անուշը թողել է Աստծո հույսի։ Կիսաբաց լուսամուտների եւ Երևան City-ի այս անակնկալին Անուշը եւս չէր սպասում։ Այցը շատ էր ուրախացրել մորն ու երեխաներին, իսկ Մանեի համար կրկնակի անակնկալ էր։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Ուրախ եմ այսօրվա համար, մեր համար անակնկալ էր, որովհետև այսօր իմ աղջկա ծնունդն էլ է։ Չգիտեմ, անակնկալ էր ձեր այց մեր համար։ Փոքրիկ Մանեն այսքան նվերներ տեսնելով մանկական հետաքրքրասիրությամբ սկսեց քանդել արկղերը, խառնեց իրար ու գտավ իրեն հարմար ու հետաքրքիր մի բան։ Անուշն այսօր էլ պատրաստ է ցանկացած աշխատանքի, միայն թե երեխաներն իրենց երջանիկ զգան։ Չստացված կյանքի հետքերով էլ գնացինք Ալվարդ Ենոքյանի տուն։ Գնացինք, որպեսզի Ալվարդին ու շատերին համոզենք, որ ամեն բան հնարավոր է։ Ամեն ինչ կստացվի, եթե կողքիդ կանգնած են քո ցավը կիսող ու քո ցավով ապրող մարդիկ։ Երևան City սուպերմարկետների ցանցը միշտ պատրաստ է կանգնել մեր տաղավարում հայտնված մարդկանց կողքին։ Շնորհակալ եմ Երևան City-ից ու կիսաբաց լուսամուտներից, որ ինձ աջակցեցին ու օգնեցին։ Մենք եւս դատարկաձեռն չէինք գնացել։ Արթուրի համար տարել էինք հագուստներ, որոնք Family Rescue Fund-ի միջոցով Հայ Փոստի ԱՄՆ-ի բաժանմունքից Հայաստան էին ուղարկել Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցները։ Շնորհակալություն, որ անկախ հեռավորությունից միշտ մեր կողքին եք։ Ալվարդի որդին Արթուրը սովորում է Տիգրան Մեծ ռազմամարզական հատուկ վարժարանում։ Որոշել է զինվորական դառնալ։ Գիտեի, որ ես իմ ավականն է, ես շատ եմ սիրում զինվորական։ Դրա համար գնացի Տիգրան Մեծ վարժարան։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund-ը եւ
Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը Հայաստանում մշտապես պատրաստ են կանգնելու անապահով մարդկանց կողքին։ Դուք էլ կարող եք դառնալ բարերար, ընդամենը 2 րոպեում։ Այցելեք մեր պաշտոնական կայքը եռակի wfrf.am, ընտրեք պատմությունը, կատարեք նվիրատվություն հենց հիմա։ Մի քանի վայրկյանից կրկին կհանդիպենք մեր տաղավարում։ Միասին կարող ենք ավելին։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամ։ United Health Career College-ի նախագահ դոկտոր Արամ Թովմասյանը եւ նրա կինը Միացյալ Նահանգներում Family Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժակլին Թովմասյանը մշտապես հայրենիքի կողքին են։ Family Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանի հետ նրանք այցելեցին այն ընտանիքներին, որոնց տներն ու բնակարանները նորոգվել են հիմնադրամի միջոցներով կամ օժանդակությամբ։ Family Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը եւ խորհրդի անդամ Ժակլին Թովմասյանը ամուսնու United Health Career College-ի տնօրեն դոկտոր Արամ Թովմասյանի ու նրանց որդու Դերեկի հետ Հայաստանում էին։ Այս անգամ գալով հայրենիք նրանք որոշել էին անձամբ այցելել մեր հաղորդման մասնակից մի քանի ընտանիքներին։ Մենք էլ սիրով ուղեկցեցինք նրանց։ Առաջին կանգառը Արարատի մարզի Դալար գյուղն էր, ուր բնակվում է Ենոքյանների ընտանիքը։ Նրանք մեկն են այն երջանիկներից, որ երկար տարիներ սպասումից հետո շուտով կունենան ապահով տանիք եւ հարմարավետ պայմաններ։ Գանե Հովանիսյանի ու Գառնիկ Ենոքյանի բազմանդամ ընտանիքը արդեն մի քանի տարի է ինչ ապրում է հացատանը, քանի որ տունը հրդեհից ամբողջությամբ այրվել էր։ Գանեի ու Գառնիկի երազանքը քարե, պատեր ու սեփական ծածկ ունենալն է։ ԱՄՆ-ում գործող United Health Career College-ը նրանց երազանքը իրականություն դարձրեց։ Շուրջ 3 ամիս առաջ սկսվեց տան շինարարությունը։ Այսօր արդեն արդյունքն ակնհայտ է։ Ամրացվել են տան պատերը, հիմնովին վերանորոգվել է տանիքը, տեղադրվել են պատուհանները։ Տունը դրսից անճանաչելի է դարձել, իսկ առաջին բանը, որ աչքի է ընկնում, ցուցանակն է։ Արդեն ինձ թվում է ամեն ինչ պարզ է, որ տունը կառուցվում է United Healthcare Career College-ի անմիջական հովանավորչությամբ, որի ներկայացուցիչները հենց այստեղ են։ Ընտանիքի հայրը Գառնիկը սիրով հյուրերին ներկայացնում էր արդեն կատարած եւ առաջիկայում կատարվելիք աշխատանքները։ Այդ ոչինչից ստացել ենք այս ամեն ինչը, պատերն ենք ճղել, ամրացրել, կալոնա, ամեն ինչ շարել ենք, դռները, ստե արդեն սիաշկա ենք անում, շինանյութը պատրաստ ամեն ինչ կա։ Ես ստեղ տեսա լամինատն են նույնիսկ բերել, հա։ Լամինատները։ Հյուրերն էլ տեսնելով այս ամենը գոհ էին, որ կարճ ժամանակահատվածում այսքան շինարարական աշխատանքներ են կատարվել։ Նրանք հույս հայտնեցին, որ մինչ նոր տարին տունն արդեն պատրաստ կլինի եւ ամանորը կդիմավորեն հարմարավետ տան մեջ։ Հյուրերը դատարկաձեռն չէին այցելել Ենոքյաններին։ Տիկին Գայանեն էլ մեզ հյուրասիրեց իր թխած թոնրի լավաշը։ Հաստատ մենք ամենաշատը ուրախանում ենք, երբ որ լավաշ ենք փորձում։ Կուզես։ Ամերիկա բնակ մեր հյուրերի համար սա ամենահամեղ հյուրասիրությունն էր։ Պարոն Արայինը հյուրասիրենք։ Հրաժեշտ տալով Ենոքյանների ընտանիքին հյուրերը խոստացան, որ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա։ Արմավիրի մարզից մենք ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Մայրաքաղաքում մեր հյուրերն այցելեցին Եզրակետ հաղորդման մասնակից Արսեն Խաչատրյանի եւ Անի Դավթյանի ընտանիքին։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բազմանդամ ընտանիքը ապրում է կոմունալ պայմանների զուրկ տանը։ Քայքայված տանիքի պատճառով անձրևաջրերը լցվում էին տուն։
Լվացքի եւ կենցաղային այլ խնդիրներ հոգալու համար ջուրը դույլերով բերում էին հարևանի տանից։ Այսօր արդեն այս խնդիրը լուծված է։ Wells Fargo բանկի նվիրաբերած գումարով ոչ միայն նորոգվել է բնակարանը, այլ նաեւ կահավորվել։ Անին, Արսենը եւ իրենց երկու փոքրիկները մեծ սիրով եւ ջերմությամբ դիմավորեցին հյուրերին։ Բավական մեծ փոփոխություններ ունեք, հա, ոնց հասկանում եմ տանը։ Ոնց եք ճուտեր։ Շատ լավ է։ Ձեզ էի սպասում, ասում Հրաչի երբ է գալու։ Հրաչը մենակ չի եկել, ես մեր հյուրերի հետ եմ եկել Միացյալ Նահանգներից։ Իրենք եկել են տեսնելու, ծանոթանալու ձեր հետ եւ տեսնելու են պայմաններ, որտեղ հիմա եք ապրում։ Ներկայացրեցին կատարած աշխատանքները, ցույց տվեցին հիմնովին վերանորոգված իրենց տունը, նոր կահույքը եւ հյուրերին պատմեցին իրենց փոխված կյանքի մասին։ Շուրոպից է բռնած, սաղ փոխվել է տանիչ։ Սաղ ստե քանդու քարապ եղած ա եղել։ Ջուր չունեինք, ջուրը ավելացավ, կրում էի ես, տանջվելով, հիմա չէ։ Ինչ երազել ենք, ցանկություն ունեցել ենք, իրականացել է։ Ցույց կտաք ինձ ձեր քնելու տեղը։ Հոպ։ Բոյովացել ես համել։ Մենք էլ դատարկաձեռն չէին գնացել։ Փոքրիկները դատարկում էին արկղերը եւ յուրաքանչյուրն իրեն համար հագուստ ու կոշիկ էր ընտրում։ Տապուշկեք։ Ամենաշատը դրա համար ուրախացա։ Ես էլ ակուրիկին։ Հիշեցնեմ, կոնկրետ այս տունը կառուցվել է Ամերիկայում գործող Wells Fargo բանկի հանգանակված գումարով։ Շատ շնորհակալ ենք բոլորից հետ, որ մեր կողքին եք։ Շատ անչափ շնորհակալ եմ, ոնց որ երազում լինեմ։ Հրաժեշտ տալով արդեն բարեկարգ եզրակետին մենք շարունակեցինք ճանապարհը։ Ու ավանդույթի համաձայն կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի եւ Family Rescue ֆոնդի հուշատախտակը։ Այս հուշատախտակը այսուհետ բոլոր այն կառուցված բնակարանների եւ շինությունների վրա կվկայի, թե ում միջոցով եւ ինչպես է վերանորոգվել բնականը։ Դե այս տունը այսուհետ կկոչվի Wells Fargo բանկի անունով։ Կիսաբաց լուսամուտների բոլոր թողարկումները առաջինը կարող եք դիտել այստեղ։ Միացեք YouTube-ում մեր պաշտոնական ալիքին։ Հաջորդ կանգառը Սայաթ Հայրապետյանի տունն էր։ Հիմա մենք Սայաթ հենց տանն ենք, իդեպ սա վարձակալած տունն է։ Հեռուստադիտողներից շատերն են իրականում հուզված եղել Սայաթ հենց պատմությամբ։ Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ հիմա կան Սայաթի ընտանիքում։ Այստեղ համերաշխ եւ փոխադարձ սիրով իրենց 3 զավակների հետ ապրում են Սայաթն ու Արմինեն։ Չնայած սոցիալական դժվարություններին նրանք չեն դժգոհում ու երջանիկ են։ Մերսի, որ կրկին անգամ հիշել եք, ամուծեք, միշտ սպասում ենք սիրով։ Երիտասարդ ընտանիքն այսօր ապրում է վարձակալած բնակարանում։ Սայաթ Հայրապետյանի ընտանիքի խնդիրներին ծանոթանալուց հետո Միացյալ Նահանգներում Family Rescue ֆոնդի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը ցանկություն էր հայտնել վճարել ընտանիքի մի քանի ամսվա բնակվարձը։ Ու այս պահի դրությամբ ամեն ինչ այնքանով է հանգիստ մեր համար, որ մենք ընտանիքի համար կարողացել ենք հոգալ մինչև հունվար ներառյալ ընտանիքի այստեղ ապրելու հնարավորությունը։ Նազը իհարկե դրա մասին չի խոսի, չէր էլ խոսի, սա Նազի անմիջական մասնակցությամբ է եղել։ Մեծ, շատ մեծ ձևով իմ հոգսս սիրում ձեր բալիկներին, ձեզ երկուսիդ, թող Աստված ձեզի ուժ տա, դուք կարողանաք պստիկները հանգիստ մեծացնել։ Մենք էլ ինչ կարող ենք մեր կողմից ձեզ համար կանենք։ Այս հարցը լուծվել է միջև հունվար թեկուզ հաստատ շատ մեծ բան է։ Անկեղծ եմ ասում, ես չէի կարողանա ուղղակի տեղից շարժվել։ Հիմա ես շարժվում եմ տեղից արդեն։ Ինձ թվում է մեր հեռուստադիտողները շատ են տպավորված եղել ձեր եթերից եւ հիշում են, թե ինչ պայմաններում էր եւ ինչ կարգավիճակ, ինչքան անելանելի էր վիճակը։ Մինչև հունվար դեռևս, բայց դրանից հետո բնականաբար մենք մեր խոստման տերն ենք ու
Մենք սիրում ենք ընտանիքներին, որոնք ինքնուրույն են, գոնե ինչ-որ մի բան, երբ որ տալիս ես, կարողանում են զարգացնել ու առաջ շարժվել։ Առաջ եմ ես շարժվել հիմա, իրոքից ինձ թվում է հետագան ավելի լավ է լինելու։ Ես կարողանամ իմ ուժերով էլ արդեն առաջ գնամ։ Մերսի շատ, անկեղծ շատ շնորհակալ եմ։ Սրտանց ես չգիտեմ, շարքավորում եմ ամբողջ մարմնով, որովհետև ոչ մեկ միջև առ այսօր ինձ նման օգնություն չէր ցուցաբերել ու չգիտեմ, ես չգիտեի ոնց կլներ հետո։ Հանդիպումը երկար սպասված էր։ Ջերմ ու մտերիմ զրույցի ընթացքում Արմինեն ու Սայաթը անկեղծացան, որ չէին սպասում նման հոգատար եւ մարդկային վերաբերմունքի։ Մենք ձեր կողքին ենք ու հուսանք գործ գտնեք, որ դուք հոգեպես ավելի հանգիստ լինեք եւ մոտ ապագային ամեն բան իր տեղը կգտնի։ Ես իհարկե չեմ մոռանա նաեւ հեռուստադիտողներին, որովհետեւ մենք բազմաթիվ գործարարներ ունենք այդ շարքում։ Հիշեցնել ու խնդրել, եթե կա հնարավորություն, ունեք աշխատանք, ապա ձեր աշխատանքը կարող եք առաջարկել։ Ու մեզ համար միայն ուրախալի է, որ ցանկացած օջախ, որտեղ մտնում ենք, եթերում կիսաբաց լուսամուտներն են։ Հյուրերը այս ընտանիքին էլ դատարկաձեռն չէին այցելել։ Մեր հաջորդ կանգառը Հայանիստ գյուղն է։ Այստեղ իր դստեր Լուսինեի հետ ապրում է 39-ամյա Մարիամ Սերգոյանը։ Մեզ ինձ թվում է սպասում են արդեն այստեղ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ամուսնու մահից հետո նա փորձում է նոր կյանք սկսել։ Նա մեծ սիրով դիմավորեց հյուրերին։ Լավ ես։ Էլի կիսաբաց լուսամուտներ։ Միայնակ մայրն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։ Թոշակը ամուսնիս որ մահացել է, 16000 ինքն է ստանում, 16000 ես 32000, որից 25000-ը տալիս եք։ Այնտեղ արդեն 7000 դրամ սկիչի հերիքում, ասենք կոմունալները գոնե։ Այսինքն այն ինչ որ եղավ ու դրանից հետո Դալիկյանը զբաղվում է, տեսնենք։ Մեր իրավաբանները, այդ ինչ որ խոսում էի անվճար իրավաբանական ծառայության մասին, բացարձակ անվճար, ինձ թվում է դուք եք կփաստեք, հա։ Այո, ասեց ես կաջակցեմ, կօգնեմ, տեսնենք ինչ կլինի։ Հաճելի զրույցը ընդհատեցինք նվերների արկղերը բացելով։ Թե Մարիամը եւ թե նրա դուստրը Լուսինեն անչափ հուզված էին, հուզվեցինք նաեւ մենք։ Մարիամը հազիվ էր զսպում արցունքները, քանի որ չի կարողացել հագուստ ու գրենական պիտույքներ գնել երեխայի համար, իսկ առողջական վիճակը ստիպում է հետազոտության դիմել։ Անալիզների է ուղարկել։ Ահա։ Ասեցին գումար է պետք ինչ-որ այդ անալ։ Իսկ դուք հաշվել եք, ինչ ասել են ձեզ ինչքան է մոտավորապես։ Բժիշկը գրել է։ Ահա։ Սենց ուռում է, ասենք, մեկ ձեռքերս, ոտքերս էլ է ուռում։ Ու ցավում ահավոր։ Family Rescue Fund-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան Բասկիջյանը եւ խորհրդի անդամ Ժակլին Թովմասյանը խոստացան լուծել այս խնդիրները եւ գոնե մի փոքրիկ թեթևացնեն Մարիամի հոգսը։ Շնորհակալ եմ ձեր կիսաբաց լուսամուտներից եմ շնորհակալ բոլորից։ Հանդիպումը հաճելի էր, բաժանումը դժվար։ Արջևում երկար ճանապարհն էր, որը մեզ բերեց Արագածոտնի մարզ։ Վերջին կանգառը Արագածոտնի մարզի Նիգավան գյուղն է։ Արագած լեռան փեշերին փռված այս գյուղում է ապրում Ֆուրման Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը։ Տարիների սպասումից հետո նոր ու լուսավոր տանը Գրիգորյանները հյուրընկալեցին Միացյալ Նահանգներից ժամանած Նազ Աթիկյան Բասկիջյանին, Ժակլին եւ Արամ Թովմասյաններին ու նրանց որդուն, ով առաջին անգամ էր Հայաստանում։ Հարգանքներս։ Բարև ջուտո։ Բարև ձեզ։ Հիշեցնեմ, որ 1 տարի առաջ Միացյալ Նահանգներում կայացած կիսաբաց լուսամուտներ հիմնադրամի ճաշի ընթացքում ԱՄՆ-ում ապրող Ջեք Թորոսյանը ցանկություն հայտնեց օգնել Հայաստանում ապրող ընտանիքներին։ Նրա նվիրաբերած գումարով որոշվեց ավարտին հասցնել Գրիգորյանների կիսակառույցը։ Տան մուտքի առաջին բանը, որն աչքի է ընկնում, ցուցանակն էր։ Ավանդույթի համաձայն հուշատախտակը, որը վկայում է այն մասին, որ բնականը տունը կառուցվել է Family Rescue Fund-ի եւ կիսաբաց լուսամուտների աջակցությամբ, հովանավորը Ջեք Թորոսյանն է, Պապիլոն հրուշակեղենի խանութը։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք եւ ջերմ ողջույններ ենք ուղարկում Միացյալ Նահանգներ։ Ֆուրմանը հյուրերին ներկայացնում էր կատարած աշխատանքները։ Թող Աստված իր գործերին հաջողություն տա, իր բարին պահի պաշտպանի, բարի մանկություն տա
ինչ ասեմ, ասելու բան, խոսքեր չեմ գտնում։ Ջեքի տղան ձեր տղայից մի քիչ է մեծ տարիքով ու ինձ թվում է իրանք շատ ավելի հպարտ են այս առիթով։ Մենք էլ դատարկաձեռեն չէինք գնացել։ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները Family Rescue Fund-ի եւ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամների միջոցով նվերներ էին ուղարկել։ Այս կերպ նրանցից յուրաքանչյուրը փորձել էր իր ջերմությունն ու հոգատարությունը փոխանցել այս ընտանիքին։ Սենց ռոբոտա, սենց դառնում է մեքենա։ Զարմացար ճուտ։ Ես էլ չէի տեսել սենց բաներ։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ տպավորված էին, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է դարձել տարիների երազանքը կյանքի կոչել։ Մենք ուզում ենք մեր խորին շնորհակալությունները հայտնել մեր բոլոր սպոնսորներին, որ կայնեցին մեր կողքին եւ ուրախացրեցին այս բոլոր մեր ընտանիքները։ Միայն պետք է անչափ շնորհակալ լինենք բոլոր մեր նվիրատուներին։ Ես գնացի այնպիսի տուներ, այնպիսի տեղեր, որ կյանքիս մեջ ոչ կարող էի երազում տեսնել, ոչ կարող էի երևակայել, բայց տեսանք երկուսը ինչպես էին եւ այսօր ինչ վիճակի մեջ են։ Ամենը իր անկյունն են գտել, ամենը փորձում են իրենց միջոցով այլևս ոտքի կայնել աս մեր պստիկ օգնության միջոցով։ Եթե կարելի է որևէ մեկը կուզի որևէ ընտանիքի օգնել, կարող եք դիմել կիսաբաց լուսամուտներին։ Կքաջալերեմ բոլորին, ինչքան ձեր հնարավորություններն են, հավատացեք կիսաբաց լուսամուտներին, հավատացեք իրանց աշխատանքին եւ օժանդակեք, օգնեք ձեռնարկներին, ձեր միջոցով, ինչ միջոցով որ կարող եք, որովհետեւ այս իմ անձամբ տեսածն եմ ձեզի պատմում։ Իմ աչքերով եմ տեսել, իմ հուզմունքս ձեզ է փոխանցում, որ իսկապես դժվարին ճանապարհներով, քարուքան ճանապարհներով, ինչպես են այս երիտասարդները հասել այստեղ, օգնել իրենց, եթե դուք հետևեք իրենց սարքած աշխատանքները, բոլորը իրականություն են, գյուղացիք իրականություն են, մարդիկ իրականություն են եւ բոլորը ուզում են, որ իրենց ապագան շտկեն։ Նորեն ասեմ, անձամբ չեմ կարող խոստովանեմ ինչքան, բայց իմ լավագույնս իմ ընտանիքիս հետ պետք է անենք, որպեսզի կարողանանք շարունակենք այնքան, որ մենք ենք կարող։ Եկեք բոլորս օգտագործենք մեր հնարավորությունները եւ իրենց երազանքները իրականության հասնենք։ Հրաժեշտ տալով Գրիգորյանների ընտանիքին մենք խոստացանք, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա։ Այժմ մեզ մոտ փոքրիկ դադար է, իսկ դուք օրվա ցանկացած ժամի աշխարհի ցանկացած անկյունից կարող եք օգնության ձեռք մեկնել Հայաստանում ապրող եւ ձեր կարիքն ունեցող անապահով ընտանիքներին կատարելով առցանց նվիրատվություն, այցելելով եռակի w.frf.am։ Մենք ունենք ձեզ համար նոր տեսանյութեր, որոնք հասանելի են միմիայն YouTube-ի մեր պաշտոնական ալիքում։ Ուզում եք տեսնել, սեղմեք հենց այստեղ։ 22-ամյա Արմինե Ստեփանյանը երազելուց անգամ ժպտում է ու հավատում, որ այդպես օգնում է երազանքների ու ցանկությունների իրագործմանը։ Արմինեն շատ երազանքներ ունի, բայց մի երազանք կա, որը շատ էր ցանկանում իրագործվի։ Միայն ճանապարհ չէր գտնում դրա համար։ Մարդիկ կյանքում տարբեր երազանքներ են ունենում։ Կան երազանքներ, որոնք իրագործվում են։ Երազանքներ էլ կան, որ այդպես էլ երազանք են մնում։ Երգչուհի դառնալը Արմենուհի Ստեփանյանի մանկության երազանքն է։ Տարիներ շարունակ նա փորձել է իրագործել այն, սակայն այդպես էլ չի հաջողվել։ Ներողություն, հնարավոր է վերականգնել քո ուսումը։ Դու կարող ես շարունակել կիսած թողածը։ Կարող եմ։ Վստահ ես, որ հնարավոր է վերականգնվել։ Վստահ եմ։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ մնացած բոլոր տարիները մինչև դիպլոմ ստանալը, ես կիսաբաց լուսամուտների անունից խոստանում եմ, որ դու կավարտես քո ուսումնական հաստատությունը։ Կիսաբաց լուսամուտների խմբագրություն հնչած հերթական զանգը շատ ուրախացրեց մեր աշխատակազմին։ Զանգահարողը Արմենուհին էր։ Նա հայտնում էր, որ հանձնել է քննությունները եւ ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժին։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանա ուսումը շարունակել։ Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund-ը իր վրա վերցրեց Արմենուհու ուսման ծախսերը։
Արմենուհու երազանքը իրականություն դարձավ նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի սրտացավ եւ հետևողական վերաբերմունքի շնորհիվ։ Սեպտեմբերի 1-ին Արմենուհի Ստեփանյանը կիսաբաց լուսամուտների ուղեկցությամբ առաջին անգամ ոտք դրեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ։ Ժողովրդական երգեցողության բաժնում նրան սպասվում էր ջերմ ընդունելություն։ Ազգային նվագարանների ու հայ երգեցողության ամբիոնի վարիչը, ողջունելով առաջին կուրսեցիներին նշեց, որ շատ ուրախ է Արմենուհու համար։ Այս տարի ուրախացա, որ իր երազանքը կատարածվեց, տեղեկացա, որ Արմենուհի ուսման վարձը ծախսերը հոգացել է կիսաբաց լուսամուտները, ինչ հիմնադրամը կիսաբաց լուսամուտների եւ դրանում շատ ուրախ եմ, որ կիսաբաց լուսամուտները կարողանում են նման մարդկանց կողքին կանգնել եւ սատարել։ Այսօր Արմենուհին մասնակցեց երգեցողության դասին։ Նա շատ տպավորված էր եւ կիսվեց տպավորություններով։ Դեռ վաղուց երազում էի ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ժողովրդական երգբաժին ու այս տարի վերջապես կարողացա ընդունվել ու շնորհակալություն եմ հայտնում կիսաբաց լուսամուտներին վարձավճարի փոխանցման համար ու ճիշտ ասած իմ համար անակնկալ էր, որ կիսաբաց լուսամուտները լուծեց իմ վարձի խնդիրը։ Առաջին անգամ Արմենուհուն նկատել է կոնսերվատորիայի հենակետային դպրոցի տնօրեն Աշոտ Պետրոսյանը վերածնունդ փառատոնի ժամանակ, երբ դեռ նա սովորում էր 8-րդ դասարանում։ Սակայն իմանալով, որ աղջիկը երաժշտական կրթություն չունի, առաջարկել է ուսումը շարունակել իրենց դպրոցում եւ երաժշտական կրթություն ստանալ։ Իրոք հաջողությամբ հանձնեց ընդունելության քննությունները եւ փառք Աստծո այսօր Արմինեն առաջի կուրսի ուսանող է եւ մենք բոլորս վստահ ենք, հույս ունենք, որ ինքը հաջողությամբ կսովորի եւ բակալավրիատը կավարտի։ Բուհում Արմենուհին կստանա անհրաժեշտ կրթություն լավ մասնագետ դառնալու համար եւ իր տեղը կգտնի այս կյանքում։ Տնօրինության կողմից ուզում եմ իմ երախտիկի խոսքը ասել, որ այսօր գտնվեց մի հիմնադրամ, որը կարողացավ եւս մեկ հոգու երջանկացնել եւ հատկապես որ այդ ներդրումը կատարվեց մշակույթի ոլորտում։ Մենք միշտ պատրաստ ենք կանգնել այն երիտասարդների կողքին, ովքեր կցանկանան ուսում ստանալ եւ գիտելիքով պայքարել կյանքի դժվարությունների դեմ։ Կիսաբաց լուսամուտների տաղավարում մարդիկ բարձրաձայնելով իրենց խնդիրները ստանում են հասարակության մասնագետների եւ պարզապես բարի մարդկանց օժանդակությունը։ 37-ամյա Ալվարդ Քարյանը կյանքի գլխավոր իմաստը տեսնում է իր երկու երեխաների մեջ։ Նրա խոսքերով ամեն բան անում է Կատրինի ու Ռոբերտի համար։ Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, նպաստի հույսով, իսկ 13-ամյա Ռոբերտն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այսօր մենք Ռոբերտի հետ այցելեցինք նոր մեծ բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնում մեզ դիմավորեց բժիշկ կոնսուլտանտ Նելի Արշավիրովնան։ Բժշկական անկետան լրացնելուց հետո արդեն ժամանակն է բուժզննումն անցնելու եւ հասկանալու, թե ինչ խնդիրներ ունի Ռոբերտը։ Նախ եւ առաջ պետք է արյան անալիզ հանձնել, ապա գտնել հիվանդության պատճառները։ Այնուհետև ընդհանուր ստուգումներ եւ եզրակացություններ, որոնք սակայն դեռ վերջնական չեն։ Մենք վերցրեցինք հորմոնային անալիզներ, թիրոքսին, թիրոտրոփ հորմոնը, լուտեինատրոն հորմոնը, ֆոլիկուլախթանող հորմոնը, պրոլակտին, տեստոստերոն եւ սեռական հորմոն կապող գլոբուլին հետազոտությունները իրականացվեցին։ Ռոբերտն անցավ նաև կրծքագեղձի հետազոտություններ, որի արդյունքում պարզ դարձավ, որ տղայի մոտ առկա է ճարպակալում։ Բժիշկը խորհուրդ տվեց նախ եւ առաջ հետևել քաշին եւ սնվել հատուկ սննդակարգով։ Ռոբերտը հազիվ էր թաքցնում հուզմունքը։ Նրա խոսքերով մայրը երբեք նպաստով այդքան գումար չէր կարող տնտեսել նման հետազոտություններ անցնելու համար։ Ես ուրախ եմ, որ այս անալիզները տվեցի, որովհետև ես արդեն կարող եմ այս անալիզներից հետո ճիշտ բուժում ստանալ։ Տիկին Մկրտչյանն էլ վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կիսաբաց լուսամուտների հետ շարունակական կլինի։ Մենք պատրաստական ենք նրանց աջակցելու, օգնելու անվճար հետազոտության, իսկ հետազոտության արդյունքում, եթե անհրաժեշտություն լինի, նաև բուժման կազմակերպման համար։ Անհրաժեշտության դեպքում նոր մեծ բժշկական կենտրոնը պատրաստ է աջակցել եւ օգնել նաեւ հաղորդման մասնակից մյուս հյուրերին։
Ընդամենը 2 րոպեում դուք կարող եք դառնալ բարերար։ Այցելեք մեր պաշտոնական կայքը ինտերնետում եռակի WFRF.am, կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամ Հայաստան եւ Family Rescue Fund Միացյալ Նահանգներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Միասին մենք կարող ենք ավելին։ Կիսաբաց լուսամուտներ թոք շոուի ստեղծագործական թիմը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հաղորդման նկարահանումներին եւ որպես ականատես հետեւել իրադարձություններին, դիմել Կիսաբաց լուսամուտներ հաղորդման խմբագրություն, զանգահարելով 060 50 33 17 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել kl@atv.am էլեկտրոնային հասցեին։ Կիսաբաց լուսամուտների բոլոր թողարկումները կարող եք դիտել ATV-ի պաշտոնական կայքում atv.am։ Երկրի թիվ 1 թոք շոուի թողարկումների մասին ձեր կարծիքը կարող եք արտահայտել Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ եւ ծավալեք քննարկումներ նաեւ Twitter-ում։ Ձեր կարծիքը կարեւոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Ձեզ հարմար ժամին։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ 2014 թվականի մարտի 13-ին ԱՄՆ-ում ողբերգական մահով մահացավ 23-ամյա Սիս Հախնազարյանը։ Նա ծնողների միակ զավակն էր։ Սիսը երազում էր օգնել Հայաստանում ապրող հայրենակիցներին, բայց մահը կիսատ թողեց նրա ծրագրերը։ Սիսը շատ երազանքներ ուներ, որոնք չկարողացավ իրականացնել։ Որդու մահվանից հետո մայրը Տիկին Արմիկն ու նրա հարազատները որոշեցին, որ անպայման իրականացնելու են Սիսի ցանկությունները։ Տարիներ շարունակ Տիկին Արմիկը, որդու, Սիսի հետ դիտել են Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարը եւ միշտ ցանկություն են ունեցել օգնել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին։ Սակայն Սիսի ողբերգական մահը կիսատ թողեց նրա ծրագրերը։ Հուղարկավորության օրը Տիկին Արմիկը խնդրել էր, որպեսզի ծաղկեպսակների փոխարեն դրամական նվիրատվություն փոխանցվի Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարին։ Ստացված գումարը 2 տարի առաջ հորաքրոջ Վերա Դևլեթյանի եւ նրա ամուսնու պարոն Արայի միջոցով ուղարկվեց Հայաստան։ Դրանով Արմիկը ցանկացել էր որդու հիշատակը պահել բարի սրտերում եւ իր խոսքերով անմահացնել նրա անունը։ Այս տարի բարեգործական առաքելությամբ Հայաստանում են նաև Տիկին Արմիկ եւ Նարգիս Հախնազարյանները։ Ինչպես միշտ նրանց կողքին են Վերա եւ Արա Դևլեթյանները։ Այսօր Հախնազարյանների հետ այցելեցինք այն ընտանիքներին, որոնց նախորդ անգամ օգնության ձեռք էին մեկնել։ Այցելությունն անակնկալ էր բոլորի համար։ Ոչ մեկը չէր սպասում, որ 2 տարվա ընդմիջումից հետո իրենց դեռ հիշում են։ Մեր հյուրերն այս անգամ եւս դատարկաձեռն չէին գնացել։ Բացի կենցաղային իրերից ու սննդամթերքից, նրանք նաև դրամական օգնություն տրամադրեցին Կիսաբաց լուսամուտների տաղավարում հայտնված ընտանիքներին։ Սա էլ իմ չնչին ասենք նվեր է իմ կողմից ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Այս ամենայն երջանկությունն ու ուրախությունն է։ Եթե ինչ-որ մեկը դիմացինին մի փոքր երջանկացնելու հնարավորություն ունենա, պետք է երբեք բաց չթողի։ Հախնազարյան ընտանիքի այցերի մասին պատմող ամբողջական տեսանյութը դիտեք մեր հաջորդ ամփոփիչ թողարկման ընթացքում։
Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս անկախության տոնը։ Անկախ բոլոր դժվարություններին մենք այսօր ունենք այն, ինչի մասին երազել ենք տարիներով։ Իսկ այսօր այսքան կիսաբաց լուսամուտները հերթական անգամ ամփոփում էր կատարած աշխատանքի արդյունքները։ Սա այս տարվա մեր թվով 8-րդ ամփոփիչ թողարկումն էր։ Առողջ ու երջանիկ եղեք, մենք դեռ կհանդիպենք, ցտեսություն։ Ուզում եք առաջինը դիտել մեր բոլոր թողարկումները, կիսաբաց լուսամուտները YouTube-ում միացեք մեր ալիքին սեղմելով այստեղ։